Այս արկա իրավիճակը ցույց է տալիս, որ մեծամասնություն չձևավորվելու հավանականությունը շատ մեծ է։ Հետևաբար մարդկանց մոտ այսպիսի հարց է առաջանում, եթե խորհրդարան պետք է անցնի 4-5 ուժ, այն մնացած չանցած 10-20 վարչապետի թեկնածուները ինչով են զբաղվելու, եթե չդառնան վարչապետ։ Հետևաբար մենք մեր առաջ նման խնդիր չէ, որ դնում ենք։ Մենք ասում ենք, որ առանցքային է մեր ազգային պետական խնդիրները լուծելու համար քաղաքացիական պայմանագրին իշխանությունից հեռացնելը, սա մեր առաջնային խնդիրն է, եւ թե այդ գործում մենք ինչ ձևի դերակատարում կունենանք, դա ցույց կտան մեզ տրված քվեները, դա ցույց կտա պարլամենտում մեր գործունեությունը, բայց այս առաջնային խնդիրն է, որ պետք է լուծվի։ Հետևաբար վարչապետի թեկնածու, թե մյուսն էլ падգամավորի թեկնածու կամ չպադգամավորի թեկնածու ոչինչ չի տողում։ Դուք վստահ եք, որ հեռացնելու եք գործող իշխանություններին ձեր մասնակցությամբ նա։ Ես վստահ եմ, որ մենք կանենք առավելագույնը, որ դա տեղի ունենա։ Պարոն Խարժակյան, տեսեք, 18 թվականին դուք ֆուրոր արեցիք, որպես ընդդիմադիր ուժ միայնակ մասնակցելով եւ 18 մանդատ ունեք խորհրդարանում, բավականին մեծ ձայներ հավաքեցիք, 21 թվականին դա ձեզ չհաջողվեց անցողիկ շեմա հաղթահարել։ Հիմա դուք ձեր շանսերը ոնց եք գնահատում։ Կարող եք այդ երկուսի արանքում գոնեմ։ Ես նորից եմ ասում, մեր շանսեր գնահատողը մեզ ընտրողն է, ով մեզ տեսել է 5 տարի շարունակ ակտիվ գործունեություն ծավալելիս, դիրքորոշումներ արտահայտելիս եւ քաղաքական օրակարգի իր մասը թելադրելիս եւ մենք կրկին 5 տարի անց մարդկանց առաջ պարզ կանգնած ներկայանում ենք եւ հայցում իրենց քվեն։ Պարոն Խարժակյան, դուք հիմա պնդում եք, որ ձայները չեք մտել, դա ձայները փոշիացնելու համար, որովհետեւ ձեր կուսակցության անդամներն էլ այսպես մասնատվեցին, գնացին ամեն մեկը տարբեր ուղղություններով, հիմա դուք ուզում եք ասել, որ անցողիկ շեմը հաղթահարելու եք։ Դա դուք եք ուզում ասել եւ ես համոզված եմ, որ ձեր քաղաքական նախասիրությունների մեջ մեր քարոզարշավը տեսնելով որպես քաղաքացի եմ ասում, ոչ որպես լրագրող, վստահ եմ, որ քարոզարշավի ժամանակ դուք այնքան արժանույնս կգնահատեք Լուսավոր Հայաստանի քարոզարշավը եւ դուք եւ ձեր նման տասնյակ հազարավոր քաղաքացիներ կընտրեն Լուսավոր Հայաստանին։ Կոնկրետ ինչ կրեատիվ լուծումներ եք անել։ Այ դա արդեն կտեսնեք քարոզարշավի ժամանակ։ Բայց շրջանում ինչ համագործակցություններ եք հնարավոր համարում։ Գիտեք, մենք ասել ենք, որ իշխող ուժի հետ այլևս մատաղ ուտելու անգամ չենք գնալու եւ սա ոչ միայն ուժի մեջ է, այլև այս ընթացքում մենք միայն համոզվել ենք, որ մեր եզրահանգումները բացարձակապես ճիշտ էին, իսկ մնացյալը ցույց կտա խորհրդարանում արդեն ընդհանուր պատկերը։ Պարոն Խարժակյան, բայց մյուս քաղաքական ուժերը, օրինակ այն ուժերը, որոնք այս բային ընդդիմադիր դաշտում ֆավորիտներ են համարվում, ասում են, որ հաղթահարելու ենք, ավելին անցնելու ենք խորհրդարան, նույնիսկ ոմանք ասում են վարչապետ ենք դառնալու, այս դեպքում գոնե այդ պատկերացումների մոտավոր չունեք այդ հարցը։ Ուրախ կլինեմ յուրաքանչյուր ընդդիմադիր ուժի մեծ հաջողության համար եւ հույս ունեմ մյուս ընդդիմադիր ուժերը եւս ուրախ կլինեն մեր հաջողության համար։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Արմաթ Մեդիա AM կայքում։